Հանքային գործարքն ակտիվորեն առաջ մղած Թրամփը հայտարարել էր, որ այն այսպես ասած փոխհատուցում է այն 350 միլիարդ դոլարի դիմաց, որը Վաշինգտոնը իսկ ավելի կոնկրետ նախկին նախագահ Բայդենի վարչակազմը տրամադրել էր Ուկրաինայում պատերազմի հետևանքները մեղմելու կամ դրան ավելի լավ դիմակայելու համար։ Հստակ չէ, թե ինչպես է Թրամփը հաշվել 350 միլիարդ դոլարը։ Պաշտոնական տվյալներով Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հաշվետվություններում նշվում է, որ 2022 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերը Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է ընդհանուր 182.8 միլիարդ դոլար։ Անկախ ամեն ինչից Ուկրաինայի վարչապետը համաձայնագիրը գնահատել է որպես լավ, հավասար եւ օգտակար երկու կողմի համար էլ։ Եվ վերջում այն մասին, թե ինչ հազվագյուտ հանածոների է տիրացել Թրամփը։ Հազվագյուտ մետաղները 17 տեսակի մետաղից բաղկացած խումբ է, որոնք օգտագործվում են մագնիսներ արտադրելու համար։ Այդ մագնիսները գործածվում են էլեկտրական մեքենաների, բջջային հեռախոսների, հրթիռային համակարգերի եւ այլ էլեկտրոնիկայի արտադրության մեջ։ Դրանց փոխարինողներ այս պահին չկան։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը 50 հանքանյութ է համարում կենսական կարևորություն ունեցող, այդ թվում հազվագյուտ մետաղները՝ նիկելը եւ լիթիումը։ Կենսական նշանակության հանքանյութերը կարևոր են այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են պաշտպանությունը, բարձր տեխնոլոգիաները, ավիատիեզերքը եւ կանաչ էներգիան։ Ուկրաինան ունի այն 34 հանքանյութերից 22-ի պաշարները, որոնք Եվրոպական միությունը ճանաչել է որպես կենսական կարևորություն ունեցող։ Դրանց թվում են արդյունաբերական եւ շինարարական նյութեր, թանկարժեք եւ գունավոր մետաղներ, նաեւ որոշ հազվագյուտ տարրեր։